Տևական դադարից հետո Քաֆեշջան արվեստի կենտրոնի Խանջան սրահը վերաբացվում է արվեստասերների գնահատմանը ներկայացնելով ազգային մշակույթի մեծերից մեկի Գրիգոր Խանջյանի արդեն վերականգնված հռչակավոր տրիպտիխը։ Հայոց այլբուբեն Վարդանանք Հայաստանի վերածնունդը մոնումենտալ եռամաս-որմնանկարը Խանջյանի վերջին գործն էր, որը ինքը նկարիչը իր կարապի երգն էր համարում, եւ ցավոք երրորդ պատկերը Հայաստանի վերածնունդը գեղանկարիչը չհասցրեց ամբողջությամբ ավարտել։ Այս մեծակտավ եռանկարում Խանջյանը խտացրել է հայ ժողովրդի ստեղծարար սկզբի փառաբանումն ու ապագայի իր պատգամը, որն այսօր էլ խիստ արդիական է։ Այս կոթողային որմնանկարը շատ մեծ ուղերձ է պարունակում ազգային ինքնության, ինքնաճանաչման եւ պահպանման, գրերի ստեղծումից հավատքի համար պատերազմ եւ ի վերջո ինտելեկտուալներով, իր մտավորականներով վերածնունդ։ Դա շատ անհրաժեշտ է մեզ այսօր եւ ինչքան որ այդ կրթական ձեռքը, այդ ոգին, այդ թաղանթը լինի նոր սերունդի վրա, այնքան ապագան ապահոված կլինի ազգային ինքնության պահպանման առումով։ Մինչև Քաֆեշջան կենտրոնի հոգացության ներքո հայտնվելը տրիպտիխը ստեղծագործական տարբեր փուլեր է անցել։ Առաջին երկու պատկերները Հայոց այլբուբենն ու Վարդանանքը 1970-ականների վերջում հեղինակը ստեղծել էր Վազգեն առաջին վեհափառի պատկերով, հիմք դառնալով մի հանճարեղ գործի, որը ազգային հոգեկերտվածքի խորհրդանիշի էր վերածվելու։ Շատ երկար ճանապարհ է անցել իրականում այս ստեղծագործությունը, սկսած դեռևս 1970-ականների վերջերից, երբ ամենայն հայոց կաթողիկոսը պատվիրեց հեղինակին ստեղծելու այդ ստվարաթղթե պանոները, որպեսզի Ֆրանսիայում գործվեն գոբելենները, ու այն ժամանակ ինձ թվում է նույնիսկ ինքը հեղինակը չէր պատկերացնում, թե հայկական վիզուալ մշակույթի համար որքան առանցքային կդառնան այդ ստեղծագործությունները, ինչ որ առումով այսպես իկոնիկ սրբապատկերային, դասագրքային, արխետիպային, չգիտեմ ինչ բառեր օգտագործեմ, ստեղծագործություններ սրանք դարձան, բոլորիս համար այսպես դրոշմված ինչ-որ տեղում։ Նկարչի դուստրը Սեդա Խանջյանը Խանջյան ընտանիքի անունից իր երախտագիտությունն է հայտնում Քաֆեշջան թանգարան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին եւ Քեթլին Քաֆեշջան բարադարանին Խանջյանի 100-ամյա հոբելյանի առիթով որմնանկարների վնասված հատվածների վերականգնման եւ ընդհանուր եռանկարի կոնսերվացման համար։ Որմնանկարի վերականգնումը ամենամեծ գործն էր եւ ամենաշնորհակալ գործը, որ արվեց նրա 100-ամյակի կապակցությամբ։ Աչքիս առաջ ուղղակի հրաշքներ էին կատարվում, երկար էի մնում եւ հետեւում, թե ինչպես են աշխատում, դա ուղղակի միկրո վիրահատական այսպես գործողության էր շատ նման։ Կես տարուց փոքր-ինչ ավելի բարձրակարգ վերականգնողների թիմն աշխատել է Խանջյան սրահում մոնումենտալ գեղանկարչության հեղինակավոր նկարիչ վերականգնող Սանկտ Պետերբուրգի որմնանկարների պատվավոր վերականգնող Նիկոլայ Միխայլովի գլխավորությամբ։ Միխայլովը չափազանց բարձր է գնահատում Խանջյանի զավակների համակողմանի աջակցությունը վերականգնման նախագծին, որի մասին վաղուց երազում էր նաև նկարչի որդին Արա Խանջյանը։ К сожалению, он нас покинул. Նա պարզապես ապրում էր այդ երազանքով։ Ցավոք նա մեզ շուտ լքեց լուսավոր հիշատակարային։ Մենք սկսեցինք նմուշառումից։ Նախ պետք էր լաբորատոր հետազոտություն անել, որն անցկացվեց Պետերբուրգում, եւ այդ արդյունքների հիման վրա էլ մշակվեց վերականգնման մեթոդիկան։ Վերականգնողների թիմը միաժամանակ մեծ պատիվ եւ պատասխանատվություն է համարում Խանջյանի տրիպտիխի վերականգնումը եւ վստահեցնում են, որ արդեն շատ երկար ժամանակ գլուխգործոցը որևէ միջամտության կարիք չի ունենա։ Նոնե Ալեքսանյան, Էդգար Դավթյան, լուրեր։